Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Մոսկվան վերջնագիր ներկայացրեց Երևանին, ԵՄ թե ԵԱՏՄ, ընտրություն, որից Հայաստանի ապագան է կախված։ Կոշտ արձագանքներ Ռուսաստանի Դաշնությունից, Կրեմլը չի ներում Հայաստանում հնչած հակառուսական ելույթները։ Հին հայտարարությունները ավելի հանդուգն հռետորաբանությամբ, ինչ հայտարարություններ է արել Ալիևը օկուպացված Կովսականում։ Ինչու է Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2018-ից հետո հայտնվել նոր իրականության մեջ և ինչ կարող են անել ընդդիմադիր ուժերը հասարակության այլընտրանքային պատկերացում ներկայացնելու համար, միջազգային մատրիցան ընթերցողի սեղանին է։ Հայ-ռուսական հարաբերություններում կարծես նոր լարվածություն է հասունանում։ Մոսկվան չի մոռանում Զելենսկիի Երևանում արած հակառուսական հայտարարությունները։ Կրեմլի խոսնակն ընդգծել է Հայաստանի ԵՄ գագաթնաժողով կազմակերպելը նորմալ է, բայց նորմալ չէ հակառուսական արտահայտությունների հարթակ տրամադրելը։ Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից այն բանի համար, որ Հայաստանը Վլադիմիր Զելենսկիին հակառուսական հայտարարությունների հարթակ է տրամադրել։ Ռուսաստանի համար ամենակարևորը այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չընդունի։ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ցանկությունը բոլոր ճակատներում լավ հարաբերություններ զարգացնելու, սակայն Զելենսկիին հակառուսական հայտարարությունների հարթակ տրամադրելը հակասում է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների պահպանմանը։ Զուգահեռ Մոսկվան վերջնագիր է ներկայացնում, պաշտոնական Երևանը պետք է կողմնորոշվի, ԵՄ թե ԵԱՏՄ։ Հայաստանի արտաքին քաղաքական հավասարակշռությունը նոր ճնշման տակ է։ Մինչ Երևանը փորձում է խորացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, Մոսկվայից ավելի կոշտ ու ուղիղ հայտարարություններ են հնչում։ Խոսքը միայն դիվանագիտական տարաձայնության մասին չէ, հարցը հասել է ռազմավարական ընտրության մակարդակի։ Եվ հենց այդ ընտրությունն է, որը կարող է որոշել Հայաստանի տնտեսական ուղղությունը, անվտանգային համակարգը և ապագա քաղաքական տեղը տարածաշրջանում։ Թեմայի մասին փորձագետների հետ զրուցել է Սեդա Մակարյանը։ Ընտրության առաջ է կանգնեցրել Վլադիմիր Պուտինը Հայաստանին, ԵՄ թե ԵԱՏՄ։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն ընդգծել է, անհրաժեշտ է ընտրությունն արագ կատարել։ Պուտինը հայտարարել է ինտելիգենտ բաժանման համար, տրամաբանական կլինի հարցնել, ինչ է ուզում հայ ժողովուրդը։ Դա իհարկե մեր գործը չէ, բայց տրամաբանական կլիներ, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրեին, ԵՄ թե ԵԱՏՄ։ Դա կարելի է անել օրինակ հանրաքվեով, եւ կախված արդյունքներից մենք էլ մեզ համար եզրահանգումներ կանեինք, քանի որ ԵԱՏՄ անդամության շրջանակում Հայաստանը շոշափելի առավելություններ է ստանում։ Սա դեռ ապրիլի 1-ի Կրեմլի հայտարարությունների շարունակությունն է, երբ Պուտինը բաց տեքստով ասել էր, որ երկու մաքսային միությունների անդամ լինելն անհնար է ըստ սահմանման, ակնարկելով, որ Հայաստանը չի կարող միաժամանակ շարժվել դեպի ԵՄ և մնալ ԵԱՏՄ-ում։ Հայաստանը տնտեսական լրջագույն խնդիրների առաջ է կանգնելու, այսինքն մենք ունենք ԵԱՏՄ, որտեղ ունենք կոնկրետ շահեր, գյուղատնտեսական ապրանքների սպառում, էներգակիրների էժան գներով խնդիր եւ այլն, եւ մենք ունենք ինչ-որ պատրաստային Եվրոմիություն, որտեղ գնում էր Ուկրաինան, Վրաստանը եւ տեսանք թե ինչ եղավ նրանց հետ։ Պուտինի այս հայտարարությունը Երևանում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից օրեր անց է հնչում, որի ժամանակ ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր։ Մոսկվայում, սակայն, այս գործընթացներն ակնհայտ վրդովմունք են առաջացրել։ Ընդամենը օրեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում էր, որ Հայաստանը ներքաշվում է Եվրամիության հակառուսական ուղեծիրի մեջ։ Ես շատ կուզենայի, որ ոչ Պուտինը, ոչ Մակրոնը, ոչ Շարլ Միշելը, ոչ այլ ոք այս պահին Հայաստանի մասին չխոսեին։ Որովհետև ով ինչ խոսում է, շատ այդպես վարպետորեն շուռ են տալիս հավաքական ընդդիմության դեմ եւ ծառայեցնում են, փորձում են ծառայեցնել իշխանության օգտին։ Մեզ պետք չի ոչ մեկի ոչ աջակցությունը, ոչ էլ առավել եւս միջամտությունը։ Այժմ արդեն հենց Կրեմլի ղեկավարը խոսում է ոչ միայն անհամատեղելիության, այլ նաև հանրաքվեի անհրաժեշտության մասին, փաստացի Երևանին դնելով աշխարհաքաղաքական ընտրության առաջ։ Ինչպիսի ընտրություն կկատարի Հայաստանը, կախված է թե ով է որոշողը, իսկ որոշողն ըստ մասնագետի ընտրվելու է հունիսի 7-ին։
պետք է հասկանան, թե սա ինչ ընտրություններ է։ Սա ուղղակի իշխանության ընտրություն չի, սա գոյության ընտրություն է։ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա գոյություն ունենալ որոշ ժամանակ հետո, թե ուղղակի ինքը կվերանա որպես պետականություն։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է դա հստակ հասկանան։ Սա Հայաստանի համար քաղաքական թե տնտեսական որոշում է, ըստ փորձագետների, ընտրությունը ճակատագրական է լինելու բոլոր առումներով։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական ներկայիս կուրսին, որը իբրև թե անվանում են բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն, սա արևմուտք գնալու հետ, եվրոպական ինտեգրացիայի հետ զերոյական կապ ունեցող արտաքին քաղաքականություն է։ Սա վեկտոր է ուղղված դեպի Թուրքիայի ստորադաշնակիցը, ենթադաշնակիցը լինելու։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանն էլ անդրադարձել է Պուտինի հայտարարությանը։ Միրզյանը նշել է՝ մեզ ոչ ոք չի ասել վաղը դուրս եկեք։ Մենք միշտ ասել ենք, երբ պահը կա, Հայաստանը ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Նյուզեյմի հետ զրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Պուտինի հայտարարությանը։ Նրա խոսքով, երբ գա պահը, որ Հայաստանը ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև, կկատարի։ Այս պահին մենք Եվրասիական տնտեսական անդամ ենք, շարունակում ենք մեր գործունեությունը այդտեղ եւ նաեւ կարծիք չի, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, այսպես ասած, եվրոպական հավաքություններ ունի, երբ որ այդ պահը գա որոշել։ Զուգահեռ Բաքուն շարունակում է հին հայտարարություններն անել, սակայն ավելի հանդուգն հռետորաբանությամբ։ Իլհամ Ալիևը օկուպացված Կովսական այցի ընթացքում ասել է, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով։ Նա զգոնության կոչ է արել եւ հնչեցրել է մեղադրանքների հերթական չափաբաժինը հայկական կողմի հասցեին, հայտարարելով մասնավորապես 60,000 հեկտար անտառային ֆոնդի ոչնչացման մասին։ Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու։ Մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ։ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Ադրբեջանից եկող հայտարարություններին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, լրատվամիջոցներ, անհատներ, պետության հովանավորությամբ գործող կազմակերպություններ, որոնք Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ ունեն նկրտումներ։ Ադրբեջանում կա իշխանություն, որն արդեն բռնակցել է Արցախը, ցեղասպանական վտանգի ներքո իրականացրել է էթնիկ զտում, օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Դա չի խոսում խաղաղության մասին։ Այս մակարդակի հայտարարությունների ու արտահայտությունների ֆոնին պաշտոնական Երևանը շարունակում է աշխատել իր խաղաղության օրակարգի շրջանակում։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Նրա խոսքով մեծածավալ գործընթաց է։ Շահին Մուստաֆայևը այցելել է Հայաստան եւ ստորագրվել է 3 փաստաթուղթ, դրանք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Աշխարհաքաղաքական արագ փոփոխությունների պայմանում պետությունները հաճախ կանգնում են ոչ միայն որոշումների, այլև ճիշտ կողմնորոշվելու խնդրի առջև։ Այդ ֆոնին փորձագիտական վերլուծությունը դառնում է ոչ թե ակադեմիական զբաղմունք, այլ գործիք հասկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ եւ ինչ կարող է սպասվել առաջիկայում։ Միջազգային մատրիցան հենց այդ փորձն է՝ հավաքելու վերջին տարիների արտաքին քաղաքական զարգացումները, դրանք դնելու մեկ հարթության վրա եւ առաջարկելու հնարավոր ուղիներ պետական ու քաղաքական ներկայացնողների համար։ Ինչու է Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2018-ից հետո հայտնվել նոր իրականության մեջ եւ ինչ կարող են անել ընդդիմադիր ուժերը հասարակության այլընտրանքային պատկերացում ներկայացնելու համար ռեպորտաժում։ Կարեն Բեքարյանի 2021 թվականից մեկնարկած հայացք մատենաշարի տրամաբանական վերջին գիրքը միջազգային մատրիցան դրվեց ընթերցողի սեղանին։ Գիրքն ուղղված է Հայաստանի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվածներին, մասնավորապես քաղաքագետներին, վերլուծաբաններին ու պետական աշխատողներին, թվարկում է Բեքարյանը։ Հայաստանի Հանրապետությունում նորմալ իշխանության պարագայում ինչ քայլերի գործողությունների ռազմավարություն եւ մարտավարություն պետք է ընդունվի, ինչ հերթականությամբ շատ կոնկրետացրած։ Հիմա մեր համար կարևոր էր նաեւ սա բերել հասցնել այս հանգրվանին, հաշվի առնելով այս մեր նախընտրական շրջանը, մեծ հույսով, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում նորմալ իշխանություն վերջը կձևավորվի եւ դա դառնա նաեւ նրանց համար օժանդակող
օգնող մի բան եւ շատ ուրախ կլինենք, որ դառնա։ Գրքի կարևոր ջրբաժանը ըստ պատգամավոր Գեգամ Մանուկյանի Հայաստանի արտաքին քաղաքականությունն է մինչև 2018 թվականը եւ դրանից հետոն։ Տարիների ընթացքում պատվիրակությունները ընդգրկված են եղել իշխանություն, ընդդիմություն, որոնք իրար փոր են թափել պայմանական ասեմ Հայաստանի ազգային ժողովում, բայց ընդհանրապես գլոբալ անկյունաքարային հարցերում արտաքին ճակատում գրեթե ամբողջությամբ միասնական վիճակով են հանդես եկել։ 20 թվականից հետո իրականում արտաքին ճակատի վրա ասեմ ամենամեծ ավերներից մեկը գիտեք, դա ամենամեծ ահավորությունն է, որ 5 հայով նստած է, օրինակ ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողով։ Գալստյան Լիլիթը պայմանական խոսում է Արցախայցյան վերադարձի իրավունքի մասին, այն 4 ասում են, էսի մեր հետ կապ չունի։ Խորհրդարանական դիվանագիտության մասին խոսելով Արմեն Աշոտյանն ասաց, որ նախկինում ընդդիմությանը միացնող բացառիկ ձևաչափ էր։ Չեմ հիշի գետ մեկ ընդդիմադիրի հետ մենք որպես իշխանություն ժամանակին միասին կռիվ չենք տվել խորհրդարանական ցանկացած ձևաչափերում, կիսելով իրականում միևնույն օրակարգը։ Ավելին ասեմ, խոստովանեմ սա, նաև նման այցերից կամ նստաշրջաններից առաջ մշտապես դերաբաշխում ենք արել։ Այսինքն մենք հավաքվել ենք պատվիրակությունով եւ արել ենք դերաբաշխում։ Ու այն ընդդիմությունը, որին ներքին քաղաքական հարցով ոչինչ խնդրել, ասել, ուշել, պահանջել չէր կարող, այդ ընդդիմությունը շատ կոնստրուկտիվ էր եւ մեզանից ոչ պակաս հայրենասեր, երբ որ խոսքը հասնում էր նման տեսակի նախապատրաստական աշխատանքներին, լինի Արցախյան հիմնախնդիր, քարորյա պատերազմ, ցեղասպանության ճանաչում, բլոկադա եւ այլն։ Հեղինակ Կարեն Բեքարյանը գիրքը նվիրում է Բագրատ arczepiskopos Գալստանյանին, Երևանում եւ Բաքվում պահվող գերիներին, պատանդներին, քաղբանտարկյալներին, նրանց, ովքեր պայքարել եւ պայքարում են հանուն հոգեվոր, անվտանգ, արժանապատիվ Հայաստանի եւ Արցախի ներկայի ու ապագայի համար։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով նախընտրական այս շրջանում գիրքը կարող է ուղղորդող եւ կարեւոր նշանակություն ունենալ ընդդիմադիր ուժերի համար, որպեսզի իրականությունը կարողանան պարզ ու հասկանալի փաստերով ներկայացնել հասարակությանը։ Այդտեղ բարձրացված խնդիրները եւ առաջարկվող լուծումները կարող են ընդդիմադիր ուժերի համար լինել եւ գաղափարական եւ նարատիվային որոշ ուղղորդող կամ օժանդակող նյութեր, որոնք կարող են օգտագործվել փաստերով խոսելու եւ ներկայացնելու այն ամենը, այն ավերը, ինչ տեղի ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին մի քանի տարվա ընթացքում։ Միջազգային մատրիցագիրքը զրույց է վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ։ Գրքում անդրադառնում են արտաքին քաղաքականությանն անուղղակի եւ ուղղակի առնչվող բազմակողմ ձևաչափերին։ Այն բաղկացած է 4 գլխից։ Գլուխներից յուրաքանչյուրն ավարտվում է տեսլականով, որից օգտվելու մասին էին հուշում զրուցակիցներս։ Անիա Բաղյան, Սվետլանա Պետրոսյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Նախընտրական քարոզարշավի 3-րդ օրն է, քաղաքական ուժերը մարզերում են։ Հայաստան դաշինքն այսօր Գեղարքունիքում էր։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը վտանգավոր է համարել Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Կրկին հիշատակելով Զելենսկի այցի Երևան եւ նրա հնչեցրած սպառնալիքները, նա նշել է, որ այդ առումով բանը բանից անցել է։ Մեր անվտանգությունը պետք է ապահովված լինի ժամանակակից եւ մարտոնակ բանակով, հզոր, դաշնակցով եւ ուժեղ առաջնորդով։ Այս 3 կոմպոնենտը միասին հնարավորություն կտա եւ ապահովել անվտանգությունը եւ տնտեսական մեր զարգացումը։ Հակառակ պարագայում մենք կանգնելու ենք եւ կանգնած ենք այսօր եւ անվտանգային ճգնաժամի առջեւ եւ մեր առջեվում կարող է լինել բավական լուրջ տնտեսական խնդիրներ։
Իշխան Սաղաթելյանն էլ ասել է, գործող իշխանությունը վերընտրվելու դեպքում խաղաղության անվան տակ փորձելու է պետականությունը եւ լինելիությունն առհասարակ դնել հարցականի տակ։ Դաշինքը հստակ հայտարարում է, Հայաստանի տիրապետության տակ ոչ միայն ադրբեջանական տարածքներ չկան, այլև զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան։ Մենք առաջարկում ենք եւ հստակ հայտարարում, որ այո, արցախահայերը Արցախ վերադառնալու իրավունք ունեն եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը միջազգայնացնենք եւ ասում ենք, որ պետք է պայմաններ ստեղծվի արցախահայերը ապրեն Հայաստանում, որպեսզի նաեւ պահպանվի այդ վերադարձի իրավունքը։ Մենք ասում ենք, որ թույլ չենք տալու թշնամու պահանջով փոխել մեր սահմանադրությունը եւ հրաժարվել անկախության հռչակագրից։ Մենք ասում ենք, այո, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, բայց դա պետք է լինի առանց նախապայմանների։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամներն էլ գորիսում էին դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանն իր ելույթում պատմել է քաղաքացիների հետ հանդիպումների եւ շփումների մասին, նշելով, որ մարդկանց ամենամեծ պահանջն այսօր անվտանգ, արժանապատիվ եւ կանխատեսելի ապագա ունենալն է։ Նա անդրադարձել է նաեւ իրենց ընտանիքի անցած ճանապարհին, տարիների աշխատանքի եւ տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերին, ընդգծելով, որ իրական արդյունքները ստեղծվում են ոչ թե խոսքերով, այլ հետեւողական աշխատանքով։ Սամվել Կարապետյանը այս ամբողջ process-ի մեջ ոնց որ պրինցիպիալ մտելա, տենց է մինչև վերջ գնալու է ու ինքն է լինելու մեր երկրի մյուս առաջնորդը, եթե մենք բոլորս ուզենք։ Բայց այս խեղճությունը չենք ուզում լինի, չենք ուզում աշխարհի 87 երկիրը գա սուրճ ճոճի մեր վրա։ Ու այդ փոխելու համար պետք է փոփոխություն լինի երկրում, ու այդ փոփոխությունը միակ ըստ բոլոր հարցումների, ըստ մարդկանց կանխատեսումների պետք է լինի ոչ նախկին, ոչ ներկա, այլ ապագա։ Ապագա։ Գիտեմ, ձեզ լավ ճանաչում եմ, գիտեմ շատ քաղցր խոսքեր չեք սիրում, դրա համար ուզում եմ ասեմ, որ ինչ խոսք ենք տալիս, այն ինչ որ պատմում ենք, դա մեր տեսլականն է։ Այն ինչին, որ մենք հավատում ենք, անելու ենք գետի, որովհետև մեր խոսքը գետին գցելու դեռ փորձ չենք ունեցել։ Ինչ ասել։ Ընթանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզարշավը Աբովյանում։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ երաշխավորված խաղաղություն է պետք եւ ընդմիշտ կփակենք պատերազմի դուռը։ Դա իրականությունն է, որ ես ասում եմ երաշխավորված խաղաղություն, որտեղ պետք է ընդմիշտ փակենք դուռը պատերազմի դեմ եւ մեր ժողովուրդը զբաղվի իր գործով, իր աշխատանքով, իր բարեկեցությամբ։ Անպայման պետք է լինի երաշխավորված խաղաղություն։ Մի քանի հզոր պետություններ պետք է միասին ստորագրեն համաձայնություն տան, որ իրանք երաշխավորում են մեր ժողովրդի անվտանգություն եւ խաղաղություն։ Միայն այդ կերպ կարելի է երաշխավորված խաղաղություն ունենալ։ Իրնան հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի վերջին տեքստն այսօր փոխանցվել է պակիստանցի միջնորդին։ Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Սաքսակիա քաղաքի բնակելի շենքի եւ անօթաչուներով ճանապարհի վրա գտնվող մեքենաներին։ Ըստ Ալ-Ախբարի շենքում բնակվում էին տեղահանված 3 ընտանիք, զոհվել է 9 մարդ, այդ թվում 3 երեխա։ Եվս 15 քաղաքացիական անձ ծանր վնասվածքներ է ստացել։ Նախորդին էլ իսրայելական ուժերը տեղի բնակչությանը տարհանման կոչ անելուց հետո հարձակվել են շիա աշխարհազորային Հեզբոլլահի մի քանի հարավային քաղաքների մոտ գտնվող դիրքերի վրա։ Եվ վերջում Ֆրանսիայի իշխանությունը մեղադրում է X սոցիալական ցանցին նույն անօրինական գործունեության համար։ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիացի պաշտոնյաները ապօրինաբար հավաքում են քաղաքացիների անձնական տվյալները եւ մշակում դրանք առանց պաշտպանության։ Հիշեցնեմ, որ Դուրովը 2024 թվականին ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք վաղը առավոտյան ժամի 9-ին, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։